Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր դարձյալ եթերում է Մեծ Հայք հեռուստատեսությունը, YouTube-յան հեռուստատեսությունը, եւ ես ձեզ կներկայացնեմ իմ կարծիքով մի հետաքրքիր թեմա։ Քանի որ հիմա Ուկրաինայում ընթանում է պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը փաստորեն պատերազմ է արևմտյան դեմոկրատիայի եւ բռնապետական ճամբարի միջև, հենց այդ թեմային նվիրված է այսօրվա մեր հաղորդումը։ Այն վերնագրել եմ «Ինչ արժե Պուտինի կյանքի ամեն օրը»։ Պատերազմի ավարտ նշանակում է Պուտինի կյանքի ավարտ։ Ահա ինչու Պուտինը չի ավարտի պատերազմը։ Եվ ռուս ստրուկ ազգը Պուտինի կյանքի ամեն օրվա համար վճարում է առնվազն 1000 զինվորի կյանքով։ Օրը միջինը առնվազն 1000 ռուս զինվոր է զոհվում, որ Պուտինի կյանքը եւս մեկ օր երկարաձգվի։ Շաբաթը 7000 զոհ, ամիսը 30000, տարին 365000, 4 տարին 1,460,000։ Մենք գիտենք, որ արդեն 4-րդ տարին է Ռուսաստանը պատերազմ է Ուկրաինայում։ Դրանով իսկ երկարաձգելով Պուտինի իշխանությունը եւ Պուտինի կյանքը։ Ահա ինչ արժի Պուտինի կյանքի ամեն մի օրը, շաբաթը, ամիսը, տարին, վերջապես այս 4 տարին, որ նա պատերազմում է Ուկրաինայի, իսկ իրականում ամբողջ Եվրոպայի եւ ազատ աշխարհի դեմ։ Պատերազմի սկզբից, իսկ այդ պատերազմը սկսեց 2022 թվականի փետրվարի 24-ին, 4 տարի անցել։ Հիմա արդեն փետրվարն է 2026 թվականի եւ մոտենում է այն օրը, երբ ուղիղ 4 տարին կլրանա։ Սա դեռ սպանվածների մասին։ Դեռ չենք հաշվում օրական 300,000-ի չափ վիրավոր, անհայտ կորած ու գերի։ Պատկերացնում եք, չէ՞, օրական։ Շաբաթը դա անում է 21000-ի չափ վիրավոր, անհայտ կորած ու գերի։ Ամիսը 90000, տարին 1,95,000 եւ 4 տարին, այս պատերազմի 4 տարին, այսօր 1441-րդ օրն է, 4,380,000 վիրավոր, անհայտ կորած ու գերի։ Ահա թե ինչով է վճարում ռուս ազգը Պուտինի գահակալության շարունակման եւ նրա կյանքի համար։ Գումարեք իրար։ Սպանվածների թիվը, վիրավորների, անհայտ կորածների, գերիների թիվը եւ բոլորը միասին կստանանք մի ահավոր թիվ։ Մոտ 5,840,000 սպանված, վիրավոր, անհայտ կորած ու գերի։ Պատկերացնում եք, չէ՞։ Այո, պատերազմի սկզբից 4 տարի անցել եւ գրեթե 6 միլիոն մարդ նետվել է պատերազմի մոլոքի վառարանը։ Նետվել են Պուտինի այսպես կոչված SVO-ի սպեցիալնայա военная операция, այսինքն հատուկ ռազմական գործողության մսաղացը։ Եվ նրանց այդտեղ է նետել Պուտլերը, անողոն ֆյուրերը, Ռուսախոզստանի որջը։ Եվ սա դեռ ռուսական կողմի զոհերն ու վիրավորներն են, բայց չէ որ զոհեր է տալիս նաև Ուկրաինան, նաև վիրավորներ է տալիս։ Դա դեռ միայն բանակը Ուկրաինայի, բայց զոհվում են նաև Ուկրաինայի խաղաղ բնակիչները, ավերվում են տներ, գյուղեր, ավաններ, գործարաններ, էլեկտրակայաններ, հիվանդանոցներ, խանութներ, կամուրջներ, երկաթուղիներ, ամբողջ քաղաքներ, ամբողջ մարզեր։ Եվ այդ ամենը այդ չարագործ կագեբեշնիկ Լիլիպուտի կյանքի օրերը, ամիսները, տարիները երկարացնելու համար։
Ռուսախոզստանի մի քանի դար տևող պատմությունը վկայում է մի բան, եւ այսօր էլ դա հաստատվում է. Ռուսաստանում մարդկային կյանքը մեկ փոր գրոշի արժեք չունի։ Ցարը, ինչպեսին այսօր պաստորեն Պուտինը, ընդհակառակը կյանքի եւ մահվան աստվածու տիրակալն է, որ հասարակ մարդը մի կոպեկի արժեք չունի, իսկ ցարը աստվածու տիրակալ է վիթխարի չարի կայսրության ողջ բնակչության համար, եւ այդ ցարը իր գահի համար կարող է զոհը բերել երկրի ողջ բնակչությանը, այո, ամբողջ բնակչությունը իր արյունոտ գահը պահելու համար։ Դե պատկերացրեք, թե Ռուսախոզստանի ղեկավարները ինչ արհամարհանքով, արգահատանքով եւ ատելությամբ են լցված հարևան երկրների մարդկանց նկատմամբ, նրանց կյանքի նկատմամբ։ Եթե սեփական ռուս ժողովրդի հանդեպ այդպես են վերաբերվում, ուրեմն ինչ կերպ են վերաբերվում հարևան երկրներին, օտար ազգերին, օրինակ ասենք Ուկրաինա, Վրաստան, իհարկե նաև Հայաստանը այստեղ, եւ աշխարհի մնացած երկրները, հարևան թե ոչ հարևան, նրանք թշնամիներ են ռուսական ցարի եւ նրա վերնախավի համար, նրա բոյարների համար, իսկ թշնամիները ինչ պիտի արվեն, պետք է ոչնչացվեն, իսպառ պետք է ոչնչացվեն։ Այսպիսին է եղել Ռուսաստանը տարեր շարունակ, ահա թե ինչու Ռուսախոզստանը քաղաքակրթության թշնամին է։